Նիկոլ Փաշինյանը, այսպես ասեմ, իր որ նախընտրական ծրագրում դեռևս այդպիսի կետեր է ընդգրկել, դա չի նշանակում, որ պիտի դրանք իրականանան, որովհետև իր նախընտրական ծրագրերում ինքը խոստումներ է տվել, այսինքն ինքը դրսի ուժերին, որոնք նպատակ ունեն օգնելու իր վերարտադրողականությունը Հայաստանում, կարող է նաև նրանց խաբել, որ այդ հարցերով պիտի զբաղվեմ։ Ինքը անկարող է այդ հարցերով զբաղվել, եկեղեցին չի վախենում, առավել եւս եկեղեցականներս չենք վախենում բռնաճնշումներից, կալանավորումից, անհիմն հետապնդումներից, եւ տեսնում ենք, ասենք նաեւ վերջի շրջանում, ասենք եկեղեցականների միասնական հակազդեցությունը Նիկոլ Փաշինյանի այս հակաեկեղեցական շարժմանը եւ այդ թվում նաեւ հավատացյալ ժողովրդին։ Օրինակ վերջի անգամ Հարության տոնին Գրիգոր Լուսավորչում, երբ Տիրադավ եպիսկոպոսներից մեկը Հարության ավետիսն էր փոխանցում, նույնիսկ այդ պահին ամբողջ եկեղեցին ներսի որպես պատասխան գոչում էր ամոթ քեզ Տիրաձավ։ Այսինքն հասարակությունը չի ընդունում տիրադավությունը, չի ընդունում ուխտադրժությունը, չի ընդունում այս հակաեկեղեցական արշավը, որ Հայաստանի Հանրապետությանը պարտադրվում է դրսից։ Եվ ցավոք սրտի մեր իշխանավորներից ոմանք պետությունը փորձում են նույնացնել իրենց հետ։ Պետությունը իրենք չեն, իրենք իշխանավորներ են, եւ իշխանավորները պարտավոր են օրենքի գերակայությունը ապահովել։ Եթե մարդը նախընտրական փուլում արդեն հակասահմանադրական կետեր է մշակել, այդպիսի մարդը պետական պաշտոնյա դառնալուց հետո կոտնահարի քաղաքացիների սահմանադրական իրավունքը եւ մնացած բոլոր իրավունքները, ինչպես տեսնում ենք շատերի պարագային, իր քաղաքական հակառակորդների պարագային բռնաճնշումների են ենթարկում, նաեւ օգտագործում է դատախազությունը, արդարադատության նախարարությունը, քննչականը, ազգային անվտանգությունը սեփական վերարտադրողության համար։ Սա օրինական չէ։ Պետք է օրենքի գերակայություն լինի եւ իշխանությունն ու ընդդիմությունը հավասար լինեն օրենքի առջեւ։ Եվ տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների հիմնական մասը օրենքի առջև այլ կարգավիճակ ունեն եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները եւ իրենց աջակիցները այլ հարթության վրա են եւ իրենց օրենքից եւ առավել եւս սահմանադրությունից վեր են դասում, որ սա մեծ անօրենություն է։